Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1140-րդ օրն է, ձեզ համար կրկին կարճ եթեր եմ պատրաստել։ Այսօր բացի ռազմական նորություններից, ձեր թույլատվությամբ ուզում եմ խոսել Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասին, բայց ես կսկսեմ ռազմաճակատի կարևոր իրադարձություններից։ Ռազմաճակատում ընդհանուր պատկերը չի փոխվել, տեղական նշանակության մարտեր են ընթանում, Ռուսաստանը շարունակում է մեծ կորուստներ կրել։ Նախորդին Ուկրաինայի զինված ուժերը Սումիի մարզում ռուսական զորքերի հարձակումը հետ մղելու շրջանակում հաջող հակահարված են հասցրել եւ հետ շպրտել ռուսական զորքերին ուկրաինական սահմանամերձ գյուղերի մատույցներից։ Ինչպես գիտեք, ռուսները փորձում են օգտագործել այս գոտին Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական զորքերի թիկունքին հարվածելու համար։ Այդ շրջանում Ուկրաինայի զինված ուժերը ռազմական ավիացիայի հաջող գործողություններով Կուրսկի մարզում կարևոր թիրախներ են խոցվել, մասնավորապես Գոպտովկա գյուղում օկուպանտների կարևոր թիրախ է խոցվել։ Կարծես թե F-16-երը եւ ֆրանսիական հրթիռներով զինված ուկրաինական միգերը վերջին շրջանում ավելի ակտիվ են գործում, հուսանք այդպես էլ կշարունակվի։ Երեք ռուսական կորուստները կազմել է 1290 զինվոր, իսկ ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից օկուպանտների կորուստները կազմել են 926310 օկուպանտ։ Եվս մեկ հարվածի մասին ձեզ պատմեմ, ուկրաինական ուժերը գերճշգրիտ եւ չափազանց արդյունավետ հարձակում են իրականացրել Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Շայկովկա օդանավակայանի վրա եւ ոչնչացրել Խ-22-32 թեւավոր հրթիռների պահեստը։ Ռուսաստանի տեղական իշխանությունները պնդում էին, որ ուկրաինական բոլոր 24 դրոնները իբր խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, սակայն օդանավակայանում հետագա պայթյունների մասին մեկնաբանություններ ռուսները չեն արել։ Արբանյակային պատկերը, որ տեսնում եք ձեր էկրանին, խոսում է հենց դրա մասին։ Մեր Telegram ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են ռուս օկուպանտների կողմում կրվող գերի չինացիների կադրերը, ինչպես ասացի երեք, մեծացել է գերի հանձնվողների ալիքը եւ փաստացի չինացիներ էլ կան եւ իրենք էլ որոշեցին ետ չմնալ եւ գերի հանձնվել։ Իդեպ ռուս փորձագետները խուճապի են մատնվել նավթի գների անկումից, նշելով, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը փետրվարյան ռիսկերի վերացման անալիզի ժամանակ նախազգուշացրել է նավթի ցածր գների երկար ժամանակաշրջանի սպառնալիքի մասին, ինչպես 80-90-ական թվականներին անցյալ դարի, ինչը դարձավ Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը։ Շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել ձեզ հետ, զուտ քաղաքական, այսպես կոչված վճռականների նախաձեռնությունը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ համարձակ քայլեր է ձեռնարկում նոր եվրոպական անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար։ Ես նույնիսկ կասեի անվտանգության նոր արևմտյան ճարտարապետություն առանց ԱՄՆ-ի, որովհետև բացի Եվրոպայից այլ երկրներ են ուզում մասնակցել։ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց ոչ միայն Ռուսաստանի եւ ռուսական բանակի հետ կապված այդ օճառի փուչիկը, այլ նաեւ ՆԱՏՕ-ի անզորությունն ու պատրանքային բնույթը, հատկապես Ամերիկայի մասով։ Երկու կողմերն էլ սխալվել են թե իրենց եւ թե թշնամու գնահատականներում եւ այստեղից է ծագել աշխարհակարգի այդ իրենց խեղաթյուրված ընկալումը, որ տարբեր տեսակ է դագավարնյակ կոչեցյալները, երբ որ իրական պատկերը չկա, պարզ է, որ այդ դագավարնյակներն էլ չեն ստացվում։ Թրամփի գալուստը ի հայտ բերեց խնդիրներ եւ այն ամենը, ինչ գաղտնի էր, պարզ դարձավ, ցույց տալով անվտանգության նոր ճարտարապետության ստեղծելու անհրաժեշտությունը ինչպես Եվրոպայի, այնպես էլ արևմտյան այլ երկրների համար։ Այն վնասը, որ Թրամփը հասցրել է դաշնակիցների միջև վստահության մթնոլորտին, դարձել է նոր դաշինքի ստեղծման խթան։ Այս դաշինքը ստեղծվում է Ուկրաինայի շուրջ, եւ սա շանս է նախկին Խորհրդային Միության այն երկրների համար, որոնք կիսում են արևմտյան արժեքները, այդ թվում որքան էլ ոմանց համար տարօրինակ չթվա, հենց Հայաստանի համար։ Համոզված եմ, որ մեր հայրենիքը Հայաստանը արևմտյան քաղաքականության մասն է, արժեքավոր մաս է, քանի որ եթե ռուսական կայսերական տեսանկյունից տարածքը փոքր է եւ դա իբր պակաս նշանակալից է դարձնում մեր երկիրը, ապա եվրոպական քաղաքակրթության համար տարածքը կարևոր չէ։
հատկապես երբ հայերն ունեն մեծ մշակույթ եւ գիտական բարձր ներուժ, հենց մարդկային պոտենցիալն է կարեւոր մեր քաղաքակրթության համար, ինչը որ աղավաղվում է ռուսական կողմից։ Ռուսներն լավ գիտեն, որ երկիրը առաջին հերթին ժողովուրդն է։ Դրա համար էլ Մոսկվան դարեր շարունակ փորձել է տաղանդավոր մարդկանց խլել Հայաստանից, պարզապես պոկել Հայաստանից, որպեսզի Հայաստանը թուլացնի, իսկ Ռուսաստանը ավելի ուժեղացնի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլ մյուս ժողովուրդներին, ովքեր դժբախտություն ունեն հայտնվել ռուսական կայսրության շահերի դաշտում, երբ մոսկովյան գործակալները փորձում են ազդել մեզ վրա, համոզել, որ մենք իբր թե ոչ ոքի պետք չենք, մեր աշխարհագրությունը վատն է, մենք իբր թույլ ենք եւ այլն, բայց մենք թույլ չենք եւ դա ցույց տվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը, այդ պատերազմում հաղթանակը չնայած ամեն ինչի զուտ տարածքի վերանվաճում չէր։ Ղարաբաղյան հաղթանակը դարձավ հայոց պետականության վերածննդի հույսի շող եւ խոսքը միայն այդ 12,000 քառակուսի կիլոմետրի մասին չէր։ Խոսքը կոնկրետ օրինակով հույսի մասին էր։ Այն հույսի մասին, որ փորձել են մեզանից խլել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով, ռուսական գործակալները այնքան են հաջողել իրենց աշխատանքում, որ նույնիսկ երբ բացվեց ուկրաինական լաստանավի այդ մարշրուտը, երթուղին, որը վրացական նավահանգիստները կապում է Սևծովյան երկրների գրեթե բոլոր խոշոր նավահանգիստների հետ, նույնիսկ հայաստանյան եվրոպամետ ուժերը դա հատկապես ինչ որ չնկատեցին, այս թեմայով իմ եթերից դուրս խոսեց միայն Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, իհարկե իմ եթերում այս թեմային անդրադարձել են մի շարք այլ փորձագետներ, բայց ես հիմա խոսում եմ գործող քաղաքական ուժերի մասին։ Ուկրաինական լաստանավը պարզապես բիզնես նախագիծ չէ, դա մեծ քաղաքականություն է, այն երթուղի է, որը կարող է Հայաստանը կապել արտաքին աշխարհի հետ։ Ուկրաինան ճանապարհ է հարթել ծովի վրայով, եւ այս ճանապարհը կարող է դառնալ ոչ միայն կյանքի ճանապարհ, այլ նաեւ ամուր հանգույց, որը կապում է մեզ մեր բնական դաշնակիցների, մեր ընդհանուր տան հետ, որը կոչվում է Եվրոպա։ Ուզում եմ անդրադառնալ նաեւ հայաստանյան քաղաքական մտքին, նույնիսկ ոչ ռուսամետ փորձագետներին, որոնք մեծ մասամբ ազնիվ են, բայց քանի որ սահմանափակված է դաշտը եւ սահմանափակված է նրանով, որ այդ դաշտը ընդհանրապես ստեղծել են հենց ռուսների կողմից կամ ռուսական գործակալների կողմից։ Այդ իսկ պատճառով հաճախ լսում եմ, թե ինչպես են փորձում նույնիսկ անկախ փորձագետները հանգստացնել հայ ժողովրդին, ասելով, որ արևմուտքից ինչ որ մեկը մեզ կօգնի, կգան, կզանգեն կամ կայցելեն, եւ թվում է, թե հայերին ոչինչ պետք չի անել, ինչ որ մեկը կգա, կօգնի հենց այնպես, Սա դաժան պատրանք է, առանց մեր քայլերը, ազնիվ անկեղծ քայլերի ոչ ոք չի գա։ Այստեղ նորից բերեմ Ուկրաինայի օրինակը, որի ժողովուրդը 2 տասնամյակ տարբեր մասշտաբներով պայքարում էր եվրոպական տան ընդհանուր հարկի տակ իր տեղի համար։ Մեր հաջողությունը միանգամից չի եկել, դեռ կասեի, որ ամբողջությամբ նույնիսկ չի եկել։ Շատ դժվար ճանապարհ է, բոլորը տեսնում եք ռուսական ագրեսիան մեր երկրի դեմ, բայց մենք հասանք Եվրոպային միանալու գործընթացի սկզբին։ Ցավոք դա չստացվեց ՆԱՏՕ-ի հետ, որովհետև Ամերիկան փորձելով ձեռքի գործիք դարձնել ՆԱՏՕ-ն, փաստացի անզոր դարձրեց այդ կառույցը, բախվելով դրան Ուկրաինան նախաձեռնեց նոր ՆԱՏՕ, մեր ՆԱՏՕ-ն, այն մեր ՆԱՏՕ-ի ստեղծումը, որը կմիավորի եւ կպաշտպանի մեզ բոլորիս։ Մենք պարզապես չենք նստում եւ երազում, մենք գործում ենք, մենք աշխատում ենք։ Ինչ վերաբերվում է իմ հայ գործընկերներին, մեր լսարանը տեսել է, որ ես բազմիցս անթիվ համատեղ հեռարձակումներ եմ արել 2 երկրների, երբեմն 3-4 երկրների փորձագետների մասնակցությամբ։ Այս ամբողջ ընթացքում ես փորձում եմ ցույց տալ, որ пассив սпасելը տարբերակ չէ։ Վճռական, բայց ազնիվ քայլեր են պետք։ Սա պարզապես անհրաժեշտություն է։ Եվ հետո արդյունքները, հավատացեք, չեն ուշանա։ Այդ ժամանակ կփլուզվի այն ռուս գործակալների աշխարհը, ովքեր փորձում էին մեզ համոզել, որ մենք ոչինչ չենք կարող անել, մենք կարող ենք, եւ եկեք դա ապացուցենք մեր հասարակության
այն հատվածին, որը դեռ կասկածում է, եւ հատկապես մեր թշնամիներին։ Հավանաբար քչերին է հայտնի, որ Ուկրաինան ամբողջությամբ միավորվել է եվրոպական արտաքին քաղաքականությանը, ունիֆիկացիա է արվել եւ մարտ ամսին Եվրոմիությունը ընդունել է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը համապատասխանում է ամբողջությամբ Եվրոմիության քաղաքականությանը, սա Հայաստանին բազում շանսեր է տալիս Ուկրաինայի հետ լավացնել իր հարաբերությունները, բայց այդ մասին երևի թե ուրիշ անգամ, այսօր կոնկրետ դեպքի մասին ենք խոսում եւ հենց այս փաստը, որ Ուկրաինան ունիֆիկացրել է իր արտաքին քաղաքականությունը, բերում է նրան, որ լաստանավային ճանապարհն արդեն այն ճանապարհն է դեպի Եվրոպա Հայաստանի համար, որը ունի Ուկրաինայի պաշտպանությունը, այսինքն Ուկրաինայի պաշտպանության ներքո է։ Հիմա հայ ժողովուրդն այլևս կարիք չունի ընտրություն կատարելու Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Կա Ուկրաինան եւ Վրաստանը, որոնք մեզ կապում են մեր ընդհանուր տան հետ։ Մտածենք այս մասին եւ առանց ժամանակ կորցնելու քայլեր ձեռնարկենք, բաց չթողնենք ստեղծված հնարավորությունը։ Եթե մենք ժամանակ կորցնենք, լաստանավային երթուղին բավականաչափ չի օգտագործվի եւ պարզապես կարող է փակվի եւ մեզ կմնա հին ընտրությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև։ Սա հին տաշտակ է, որը մեզ պետք չէ, թողնենք այդ տաշտակը Կրեմլին եւ մեր մյուս թշնամիներին։ Ընտրենք մեր ճանապարհը դեպի լույսը, դեպի մեր ընդհանուր եվրոպական տունը։ Եկեք բոլորին ապացուցենք, որ կարող ենք։ Հիմա ոմանք կարող են մտածել, թե ինչպես, շատ պարզ, եկեք ստեղծենք մեր սեփական նարատիվները, հայկական օրակարգ քաղաքական գործիչների համար եւ այն քաղաքական գործիչները, ովքեր կպաշտպանեն ժողովրդի նարատիվներն ու օրակարգը, կունենան ամբից կենսագրություն, նրանց հետ միասին քայլենք մեր ճանապարհը։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ, Հայաստանում չեմ ապրում եւ չեմ կարող ասել Հայաստանի Հանրությանը, որ քաղաքական գործչի հետ է ճիշտ համագործակցել, բայց ես բերեցի օրինակներ, ըստ որի կարելի է հեշտ կողմնորոշվել, հա։ Մեր ստեղծած ճանապարհը այսօրվա համար ամենագլխավոր երևի թե խնդիրն է մեր բոլորի համար, որ պետք է ստեղծենք մեր ճանապարհը։ Մեր ճանապարհը ստեղծենք բոլոր այն քաղաքական գործիչները, ով կաջակցի, նրանց էլ հանրային աջակցությամբ ցույց տանք, թե ուր ենք ցանկանում տանել մեր հայրենիքը։ Այսօրվա համար այսքանը, բոլորին մաղթում եմ առողջություն եւ բարեկեցություն, ռազմաճակատից խոսեցինք, կարևորից ձեր տրամադրությունը բարձրացրեցինք եւ խոսեցինք այն մարկերների մասին, որոնցով կարելի է չափել հայ քաղաքական գործիչների աշխարհընկալումը, որքանով է ճիշտ, որքանով է սխալ։ Այսքանով ավարտեմ, մինչ նոր հանդիպում։